Բոլորս քաջատեղյակ ենք, որ բազմաթիվ անգամներ շեշտվել է, որ եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը եւ հայկական արժեքները։ Իսկ իրար հաջորդականությամբ դուք արդեն տեսել եք, թե ինչքան են կառույցները ոտնահարվում եւ ամենտեղ ուզում են իրենց ձեռքը դնել իրենց նպատակներին հասնելու համար։ Սա ակնհայտ է, ինչքան էլ փորձեն ձևափոխել, հորինվածքներ դնել, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անեն, բացառվում է բարենորոգում, երբ որ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ բարեփոխումներ ինչ-որ թվացial իրականացնել։ Հրաշ Սարգսակը, գիտեք, սկզբում Բագրատ Սրբազանը եղավ, հետո Միքայել Սրբազան, հիմա արդեն վեհափարը, միջև որտեղ է գնալու սա։ Ես չեմ ուզում զատորոշում դնել, բայց եթե ուշադիր հետևեք, թե ինչպես է զարգացել, սկզբից եւ հետ իրենք հենց փորձել են վեհափարի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ իրավունքներ են վերապահել աներազելի, բայց ցույց է տվել փորձը, որ իրենց հաջորդական քայլերը հետեւյալն են եղել, այսինքն այն սրբազանները, ովքեր անմիջապես վեհափարի կողքին են, ովքեր հեղինակություն են, հենց իրենց են սկսել սկզբից կամաց փորձել ինչ-որ վնասել եւ հիմա արդեն փորձում են արդեն վեհափարի։ Տեղյակ եք, չէ՞, հաջորդականությունը Մկրտիչ Սրբազանն էլ կար, հետո վեհափարի եղբայրի Եզրաստ Սրբազանը, հիմա իրենց պարզ տրամաբանությամբ ոնց որ թե նպատակին են ուզում հասնել։ Նպատակը որն է ձեզ գլխատել հայոց եկեղեցին։ Դրա համար ասացի աներազելի մի բան է իրենց համար։ Շատ փորձություններ է հաղթահարել հայոց եկեղեցին, ցավալի է անշուշտ, որ այս անգամ փորձությունը հենց հայ ազգի մեջ է, բայց եկեղեցին Աստծո օրհնությամբ է գործում։ Հասկանալի, շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք